Շնորհակալ եմ, որ եկար։ Պապին ինչ իմացել է, որ տնեցի գալու են Ռուսաստանից, ինչ որ խառնվել է իրար ու տան մեջ անդադ ինչ որ փոփոխություններ է անում։ Ու ֆիքսվել է հենց այս ջահերի վրա։ Մտածում էի ամենալավը դու կօգնես ինձ այդ հարցում։ Ինձ բացատրություն տալու կարիք չկա, որովհետև ես մեծ սիրով քեզ կօգնեմ։ Ուղղակի ես մտածեցի, որ երեկվա սեմի թատրոնից հետո կարող է մերժես ինձ։ Դե եթե իմանա, որ նորից հանդիպել ենք, էլի աղմուկ կբարձրացնի։ Չեմ հասկանում, Սեմ ինչ խնդիր ունի ինձ հետ։ Ես էլ չեմ հասկանում։ Առանց պատճառ ասում է, որ քեզնից հեռու մնամ։ Բայց ես վստահ եմ, եթե լուրջ պատճառ լիներ, ես հիմա այստեղ չի լինի։ Ամենայն դեպս ես թույլ չեմ տա, որ ինքը մեզ բաժանի։ Ուղղակի ես չեմ ուզում Սեմին նեղացնեմ։ Սեմն իմ միակ հարազատ հոգին է։ Միակ։ Արամ, դե ինձ ճիշտ հասկացի։ Սեմն է ինձ պահել ու մեծացրել, ու ես պատրաստ եմ անգամ կյանքս Սեմի համար տալ։ Հա, ուղղակի եղբայրդ սիրում է, ոչ ճիշտ պահին հայտնվել։ Ոնց որ երեք հայտնվեց ու ամեն ինչ փչացրեց։ Դե լավ արա։ Այն սա է դուր գալիս։ Ուղղակի չգիտեմ ձեր սենյակին գսազի, թե չէ։ Առաջարկում եմ բոլորը նայենք, հետո վերջում կընտրենք։ Ոնց ասես, ընտրում ենք ջահ քո ճաշակով։ Դե արի։ Այդ ինչ ասես թողես գնաց։ Հենդոն այլի։ Դու ասկել։ Չէ, ինքը ինչ որ բան ակնարկեց։ Բանի տեղ մի դիր։ Հենդոն վարված է ինձնից։ Պիտի անպայման մի թունավոր բան ասեր, որ քեզ իմ դեմ թույնով լցներ։ Ինձ իրա տոնը դուր չեկավ։ Ոնց որ ես խաբված մեկն եմ, ինքն էլ հրճվում էր դրանից։ Լսի տղա ջան։ Գնա վազի հետևից ու հասրա ձյաց Հենդո։ Էդ ինչ նկատի ունեիր։ Բայց հետո ինձ հետ էլ գործ չունենաս։ Մենք հասկացանք իրար։ Հացկեր։ Ի նշան ձեր փոխադարձ սիրո եւ հարգանքի խնդրեմ ստորագրեք եւ հաստատեք ձեր իսկ օրինական ամուսնությունը։ Հենրի Որտեղ եմ ստորագրում։ Նախքան ստորագրել այդ բանից ես։ Մի հատ դուրս կանք կարևոր բան ունեմ ասել։ Չես կարող այդ կարևոր բանը ստորագրելուց հետո ասես։ Ասում եմ կարևոր է։ Սրբապղծություն ես անում հայրի։ Արի դուրս գա։
Այս եղանակին պաղպաղակ ուտելն ամենաճիշտ որոշումն է։ Հատկապես այս պաղպաղակը, չէ՞։ Ու հետաքրքիրն է նա, որ այստեղ էլ մեր ճաշակները համընկնում են։ Իսկ դու ինչ-որ բանից անհանգիստ ես, թե ինձ աջակցում։ Չէ, մի տեսակ չեմ, նորմալ ամեն ինչ։ Հաստատ, մի տեսակ ոնց որ փշերի վրա լինես։ Դե ուղղակի երեկվա տհաճ միջադեպից հետո դժվար է անհանգիստ չլինելը։ Սեմի հետ կապված մի մտածի։ Ամեն ինչ նորմալ կլինի։ Ես բոլոր խնդիրները իր հետ կապված կլուծեմ։ Ես ուղղակի չեմ ուզում եղբորս նեղացնել։ Ոչ ոք եղբորը չի նեղացնի։ Իսկ հիմա մոռացի ամեն ինչի մասին ու վայելի այս քաղաքի գեղեցկությունը։ Միշտ ծնողներս ու տատս ասում էին, որ ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Հիմա առավել քան համոզվել եմ դրա մեջ։ Շատ ջերմ ու տաք քաղաք է։ Աշխարհի ոչ մի կետի հետ չեմ փոխի։ Թեև գյուղում եմ ծնվել ու մեծացել, բայց Երևանն ամեն հայինն է։ Ճիշտ ես։ Երևի ես էլ մնամ ու չգնամ։ Հատկապես հիմա պատճառները ավելի շատ են։ Ինչ սրբապղծության մասին ես խոսում, պապ։ Թե էլի որոշել ես ստերովդ ինձ ստորագրելուց հետ պահես։ Չես խոսում։ Ամեն ինչ պարզ է։ Դու ինձ նորից ապուշի տեղ դրեցիր։ Դու մեղավոր չես։ Ես իմ վրա եմ զարմանում, թե ինչի եմ ամեն անգամ քեզ վստահում ու հավատում։ Բայց այս անգամ, պապ, այս տրյուկները չի անցնելու, քեզ հիասթափեցնեմ, էլի, հա։ Ես քեզ կոնկրետ բան եմ հարցնում։ Ինչ սրբապղծության մասին էիր խոսում։ Բա ոնց։ Պիտի փախնես, բա ինչ պիտի անեիր։ Անգելինան քուրը տա։ Ինչ։ Անգելինան քուրը տա։ Այ մամ ջան, նեղության հարց չկա, քան տարի է դուք իմ համար ամեն ինչ անում եք։ Հիմա էլ ես եմ որոշել քեզ նվեր ուղարկեմ, չի կարելի։ Երբ որ աշխատես, այն ժամանակ կմտածես նվերների մասին։ Դու հանգիստ եղի, ես էլ աշխատելու իմ ձևերը ունեմ։ Հոպարապ չեմ։ Օրը 24 ժամ ուղղս եմ աշխատացնում։ Երևակայի մոտ ամենալավը է դա ստացվում։ Վայ, Կարո, չես փոխվում էլի։ Բա լավ չի որ չեմ փոխվում մերս։ Մի խոսքով, մեր ջան, այստեղ մի հատ ընտիր ու վստահելի ընկերություն կա, կոչվում է For You։ Անգլերեն է էլի, դե դու կիմանաս, Ամերիկայում կռված կինես։ Հեռախոսով պատվիրում ես, միջազգային փոխանցումները տեղում լինում է։ Ուզածդ բանը առաքում են ուզածդ տեղը։ Բալես, հիմա ամեն ինչ շատ է հեշտացել։ Ինչ ուզես, առանց տնից դուրս գալու կարաս անես։ Բա ոնց մեր ջան, հիմա արդեն պատերազմն են տնից կնոպկով ղեկավարում։ Մի նվերն ինչա որտեղ այդ քեզ չուղարկի։ Դե լավ մնա։ Գնա գործես քեզ չկտրեմ։ Ես էլ տեսնեմ ինչ եմ անում։ Լավ բալես, քեզ լավ նայի։ Թանկ մամա, դու արժան ես ամենալավին։
պատվերը գրանցված, հա։ Վերջ։ Արի գնանք աղջիկս։ Ես ոչ մի տեղ չեմ ուզում գամ։ Խնդրում եմ բալս, սխալ բաներ մի արա, հետո շատ կզղջաս։ Պապ, ես ուզում եմ երջանիկ լինեմ։ Կարելի է գոնե մի անգամ առանց ձեր կարծիքը հարցնելու ես որոշում կայացնեմ։ Էս իմ կյանքն է ի վերջո, իմը։ Բալես, խնդրում եմ ինձ նայ։ Ես շատ վատ եմ զգում, խնդրում եմ ինձ խղճա։ Արի գնանք տուն։ Մամ, լավ չես զգում քեզ։ Չէ, բալես, լավ եմ։ Ուղղակի ստեղ տոթա սիրտս թուլացավ։ Չեմ հասկանում, Հենրին ու պապան ինչի դուրս եկան։ Տնաշները բան են ասում, որ հասկանանք, ոնց որ պարտիզան լինեն, մենք էլ մեջների խորտն ենք։ Գոնե հիմա կասես, թե ինչ է եղել։ Այ աղջի, բերան այդ ջուր ես առել, նստել ես, գոնե ասա տեսնեմ ոնց քեզ օգնեմ։ Հո ես քեզ օտար չեմ։ Ինչեր ես խոսում, ոնց կարա տենց բան լինի, ինչեր ես դու ընդունակ։ Հերի, ամենաշատը ես կուզենայի, որ ես նախադասությունը քեզ ասելու կարիք չուներ, բայց այդ աղջիկը քո քույրն է։ Գլխիս մեջ չի տեղավորվում, թե ինչ ես ուզում հիմա արած լինես։ Ոչ մի բան, ես քեզ հասկանում եմ, իմ համար էլ է դժվար, Հենրի, բայց արդեն եկել ասել ես Զաքս։ Եթե հետ նայես կհիշես, որ ես ամեն ինչ արեցի, որ բաժանվես այդ աղջկանից, բայց արդյունքում ամենաշատը քեզ ցավացրեցի տղես, կներես։ Ցավ։ Ոչինչ։ Ես ցավերին կդիմանամ։ Սես ցավերի միջով եմ անցել։ Պատմի։ Ես ամեն ինչ ուզում եմ մանրամասն իմանամ։ Ոնց կարար տենց բան լիներ, պապա, պատմի։ Գրողը տանի պատմի։ Դե, ջայլ ժամանակվա արկածներս թանկ նստեցին իմ վրա։ Ստիպված էի, տղա ջան, ստիպված էի։ Չէի կարա ընտանիքս քանդեի։ Մի կնոջ հետ էի կապվել։ Դե գիտես, մորդ հետ անընդհատ շունն ու կատու ենք եղել, ամբողջ կյանքում։ Առաջին օրվանից մինչև հիմա էլ տեսնում ես, ամեն օր կռիվ, քաշքշուկ։ Ես էլ երևի հանգստություն էի ման գալիս, չգիտեմ։ Այդ աղջկան հանդիպեցի, երեխա ունեցանք, աղջիկ երեխա։ Ես էլ ստիպված տարա տվեցի ավագենց, որովհետև գիտեի, որ երկար տարիներ երեխա չէին ունենում։ Ոչ էի կարա բերեի տուն ասեի, ցանոթացեք, իմ աղջիկն է, ապորինի կապից։ Ստիպված էի հան։ Ձեր միջև արունակցական կապ կա։ Են որ դուք քույր ու եղբայր եք։ Աստորեն։ Այ հիմա հասկացար, ինչի համար էի ասում, էլ մարդ չկար, պիտի գնայր անպայման այդ աղջկան հանդիպեիր։ Չէ, հե, չի կարա ամեն ինչ սենց անարդար լինի, չի կարա։
այս ինչ կինո բերեցիք դուք իմ գլխին։ Վայ Հենրի, վայ։ Ամբողջ քաղաք աղջիկա։ Գնացի եկար, ոնց սիրահար այդ տղա։ Ինչի ես քո արած սխալների համար պետք է պատասխան տամ։ Ով է այդ օրենքը գրել։ Որտեղ են այտենց որոշել։ Ինչ անեի, ուրիշ ճար չկա։ Այս պատմությունն այս պահի միակ փրկությունն էր։ Հուսամ մի օր ինձ Աստված կների։ Հարգելի հյուրեր, ներողություն եմ խնդրում, բայց այսօրվա երեկոն համարենք ավարտված։ Ինչ ա եղել։ Հենրին ու Միքայելը գնացին։ Ինչ ա ստեղ կատարվում։ Արի գնանք բալես, խնդրում եմ։ Չլսեցի ինչ ասեց Հենրին գնացել է։ Դժվար էլ այսօր վերադառնան։ Չէ, Հերին չէր կարա առանց ինձ ասելու գնար։ Վալես ասացին, որ գնացել է, արի գնանք, մնացած հարցերը հետո։ Հաննա Բագրատովնա, գոնե դուք ասեք ինչ ա կատարվում։ Գոնե ասեք, որ Հենրիին վտանգ չի սպառնում։ Կներես բալես, բայց ես քեզ հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։ Կներեք հիմա ես ինչ անեմ։ Ասեմ ինչ անեք։ Ինչ պետք է անեք։ Ուրեմն վերցնում եք սա, գնում եք, իսկ ամուսնությունը անժամանակ հետաձգվում է։ Պարզ է։ Պարզ է։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ ամեն ինչի համար։ Վախեցած ես ինչ-որ բանից։ Չգիտեմ։ Չես վստահում ինձ։ Այստեղ վստահության հարց չկա, Արամ։ Ուղղակի չեմ ուզում եղբորս վատ վիճակի մեջ տանել։ Եղբայրդ մի քիչ տաքացած է, բայց ժամանակի ընթացքում հաստատ կանցնի։ Ես էլ արդեն տուն էի գալիս։ Կարող է ներս գնանք։ Իմ ունեցած չունեցած այս կյանքում Մերինը ինք ինձ համար ուղղակի քույր չի, ամեն ինչ է ինձ համար, ու ես չեմ կարա ձեռքերս ծալած նստեմ, երբ իր կողքին տղամարդ եմ տեսնում,
Հասկանում եմ մտահոգությունդ որպես եղբայր։ Կարծում եմ բոլորս էլ այդպես կվարվեինք։ Բայց իմ բավով լիովին կարող ես հանգիստ լինել։ Ես հաստատ թույլ չեմ տա ինքս առավել ևս ուրիշին նեղացնել քո քրոջը։ Ամեն ինչից զատ ես Մերիի հանդեպ մեծ հարգանք ունեմ։ Ու մեզ ուղղակի ժամանակ է պետք իրար հետ շփվելու, իրար լավ ճանաչելու համար։ Իսկ դրա համար մեզ հանդիպումներ են պետք։ Գիտեմ, հասկանում եմ։ Իսկ ես կարծում եմ, որ սուրճ խմելու ճիշտ ժամանակն է։ Ես դեմ չեմ։ Չէ, ես այս խանութից արդեն կախվածություն ունեմ։ Չքան սիրուն ամեն ինչ։ Մարդ չգիտի որ թողնի, որը առնի։ Ախր երկու ջահ ինչ եմ անում է տան մեջ։ Ինձ մնար կտանեի կկախեի, բայց շատ սիրուն է։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ։ Չգիտեմ, չեմ կողմնորոշում, որը վերցնեմ, ախր այնքան սիրուն է ամեն ինչ։ Բայց եկեք ինձ քարերով տարբերակ էլի ցույց տվեք, ես սիրում եմ, որ ամեն ինչ փայլում է։ Տանեմ տունս թող փայլի։ Եկեք մի քանի տարբերակներ ցույց տամ, դուք ընտրեք, լավ։ Ակո։ Հա, հենց էս էի ասում։ Բայց մենակ մի խնդրանք էլի մի քիչ արագացնենք, որովհետև ճիշտ ասած ընդմիջման ժամին եմ փախել եկել ձեր խանութ։ Համեցեք։ Մի րոպե։ Շատ սիրուն է։ Օխ։ Տանեմ թող տունս փայլի ինձ պես։ Այս մեկ ինչ լավն է։ Շատ սիրուն է։ Ուղղակի ես մի քիչ մեծ է։ Սրա փոքր ունեք։ Իհարկե, համեցեք։ Ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չասեցիք։ Բան չունեք ասելու, թե այնքան ունեք, որ չգիտեք որտեղից սկսեք։ Ասելու ոչ չկա։ Դու ինքդ ամեն ինչ լավ տեսար եւ հասկացար։ Տեսա, բայց ցավոք սրտի ոչ մի բան էլ չհասկացա։ Ձեր աչքերում տարօրինակ խաղաղություն կա։ Ու ես կուզեի պատճառն իմանայի։ Ինչ ես գլուխդ մտցրել, ինչ ես տարապում, լացում, ինչի համար։ Մի մարդ, որ այդ պատասխանատու պահին թողեց ու գնաց, ինչ ակնկալիք ունես իրանից։ Ինքը չգնաց, իրան տարան։ Այդքան էլ դեն չեք բալես։ Եթե Էրի պապան չգար ու ոչ մի բան չասեր, մենք հիմա ամուսնացած կլինենք։ Ու շատ լավ է, որ Հենրիի պապան եկավ, ու դուք հիմա ամուսնացած չեք։ Չգիտեմ մի օր կիմանամ պատճառը, թե ինչի եք բոլորդ դեմ մեր միությանը։ Հույս ունեմ, որ կիմանամ։
չհասցրի անգամ զգեստս վայելեի։ Ոնց ենք երազում այս օրվա մասին, Հենրի։ Ինչի ամեն ինչ սենց գլխի վայր պտտվեց։ Ինչ եք թաքցնում ինձնից բոլորդ, ինչ։ Ինչ անեմ։ Ստիպված եմ ես քայլին գնում, տողես։ Ուրիշ ընտրություն չունեմ։ Անցել են գելա հետևիցս։ Բկիցս բռնել բաց չի թողնում։ Մի կողմում դու ես կանգնած, մյուս կողմում Աննան։ Ոչ քեզ եմ ուզում կորցնեմ։ Ոչ էլ Աննային։ Գլուխ չեմ հանում, թե ինչա կատարվում, բայց բոլորը շատ խառն են։ Ու ոչ ոք ոչ մի բան չի ասում։ Լավ, այդ ինչ ասեց պապան Հենրին, որ գնացին ու հետ չեկան։ Չգիտեմ բալես։ Բայց զգում եմ, որ հաստատ մի ռումբ պայթելու է։ Գիտես որ քուր, ես արդեն իմունիտետ ունեմ այս տան ռմբերի նկատմամբ։ Կարամ հանգիստ ռազմաճակատ գնամ։ Աստված ջան, կլինի մի օր հանգիստ քնենք ու հանգիստ արթնանանք առանց խնդիրների։ Չեմ կարծում։ Լավ չես զգում։ Չէ, պապ, ոչինչ, հեսա կանցնի։ Կանչեմ Անետին։ Պետք չի։ Հեն իրականության մեջ, որում ես եմ ապրում, դժվար ինչ-որ մեկը իրան լավ զգար։ Հավա չճայվալ, այդքան սրտիդ մոտիկ մի ինձունի։ Այս արդեն վերջներ։ Ես երկար եմ մտածել ու հասկացել եմ, որ այսքանից հետո ես չեմ կարող Միքայելի հետ նույն հարկի տակ ապրել։ Լավ էլ Աննա ջան, այդքան մի բարդացրու ամեն ինչ։ Պատկերացնում ես, եթե իմ փոխարեն ուրիշ մեկը լիներ, ինչ կաներ։ Հասկանում եմ, ցավդ տանեմ, բայց ամեն ինչ իր պատճառն ունի։ Կներես, որ քեզ հիշացնում եմ, բայց եթե Միքայելի տեղը ուրիշ մեկը լիներ, պատկերացնում ես ինչ կաներ։ Միքայելը տանը ջերմություն չի ստացել, չսիրված տղամարդ է եղել։ Բա իհարկե պետքա դուրս գար, գնար, ուրիշ կանանց հետ հանդիպեր, պետքա նրանց ջերմությունը ստանար։ Բա իհարկե, բա ոնց։ Տղամարդն ու կինը այս հարցում շատ տարբեր են, այս հարցում։ Դու ինձանից որ լավ գիտես։ Հիմա ինչ ես առաջարկում։ Ամեն մեկս մեզ արդարացնենք ու ապրենք իբր ոչ մի բան չի եղել։ Չէ, Աննա ջան, ես ոչ մեկին չեմ արդարացնում։ Բայց արի չմոռանանք, որ Միքայելը քեզ այնքան ասիրել, որ ամեն գնով փորձել է ձեր ընտանիքը պահել։ Այնքան ասիրել, որ ուրիշ կնոջից երեխա է ունեցել, ու հետո էլ հրաժարվել այդ երեխայից։ Այնքան ասիրել, որ հարազատ երեխուց է հրաժարվել հանուն քեզ։ Ու արի կլնի մեզ սրպի տեղ չդնենք։ Բոլորս էլ սխալ ենք արել, այս պատմության մեջ մեր սխալներն ունենք։ Այ դրա համար էլ ես տարիներ առաջ գործած իմ ամենամեծ սխալը կուղեմ։ Կգնամ այս տնից ու բոլորդ հանգիստ կապրեք։ Դու գիտես, ամեն մարդ իր ճակատագրի կռովն է, նայտես, ոնց կուզես, ոնց արմարակես։ Չհասկացա։ Այս պապի հետ ինչ եղավ։
Էս ինչի է ձայնը գլուխը գցել։ Պապին է էլի հորքուր։ Այսքան փոքր բան է պետք որ ջղայնանա։ Ես գիտեի արդեն սովորել ես։ Են էլ ոնց եմ սովորել։ Հորքուր, բայց ոնց որ պապի նախկինում հասցրած վիրավորանքները դեռ չես ներել, հա։ Չէ, բալես։ Ինձ համար մարդկանց ներելը շատ հեշտ է, բայց այ դրանից հետո վստահելն ու հավատալն է դժվար եղել, գրեթե անհնարին։ Մի խորհուրդ տամ, հորքուր։ Ներսդ այդ ամեն ինչով մի լցրու։ Միևնույնն է դրանից մենակ դու ես տուժելու։ Իմ սիրուն աղջիկ, իսկ ես շատ եմ սիրում։ Տեսնես դու այդպես խելացիում քաշեցիր, հա? Իհարկե քեզ։ Դե չէ։ Ինչ եք թաքցնում ինձնից։ Վստահ եմ, որ ամեն ինչ գիտեք։ Ինչ ես ասում, բալես, մենք ոչ մի բան չգիտենք։ Արդեն խաղաղվեցիք։ Ուրախ եք, չէ՞ երևի, որ ամեն ինչ փչացավ։ Ձեր սրտով է, չէ՞ ամեն ինչ։ Անգելինա, ինչ ես մեզ հրեշի տեղ դրել։ Չէ, բացարձակ։ Ուղղակի պարզ երևում է, որ դուք ամեն ինչ գիտեք։ Ու Միքայելի հետ միասին խնամքով թաքցնում եք։ Կամ հիմա կասեք ինչ որ կա, կամ էլ ինձ չեք տեսնի էլ, որովհետև ես տնից կգնամ անվերադարձ։ Անգելինա։ Ինչ մամ։ Ձեզ թվում է ես հիմար եմ։ Ոչ մի բան չեմ հասկանում, հա։ Պատմեք, ասեք ինչ ա եղել, սպասում եմ։ Իզուր է սպասում, մենք ասելու բան չունենք։ Ուրեմն լավ մնացեք։ Անգելինա, խնդրում եմ, հետ արի։ Սենց դաժան մի վարվի մեզ հետ։ Այդ դուք իմ հետ դաժան վարվեցիք, զրկելով ինձ իմ երջանկությունից։ Հիմա երկար ես նստելու այդ ուռենու տակ, թե վերջապես կկանգնես։ Ուր ես գալիս, ասացի հետևիցս մի արի։ Լավ, գնում եմ, չեմ գալիս։ Անգելինան քուրը տա։
թողնել ինձ։ Ինչ կարար պապատ քեզ ասեր, որ առանց ինձ հրաժեշտ տալու գնացիր։ Ինչի է հետս սենց դաժան վարվեցիր, Հենրի։